Բարի լույս սիրելի հետևորդներ, նայում եմ պատուհանից և բաց կապույտ երկնքի տակ պարզ, անջինջ երևում է Արարատ լեռը և իմ բանաստեղծությունն այսօր նվիրում եմ անկրկնելի Արարատ լեռանը։ Երբեմն քնում ու ակնբեմ կանգնում եմ Մասիսի դիմաց, նայում եմ, փրկում սրտիս մեջ, մեղմորեն փարվում եմ կարոտներում։ Երբեմն քնում եմ դեմ առ դեմ, հայացքով խաչվում եմ Մասիսին, պահում եմ պատկերն աչքերիս մեջ, հուսալով վերադառնալ կրկին։ Սիրելի հետևորդներ, այստեղ որոշակի չափով տնային գործերը կարգավորելուց հետո, մի փոքր ամանները լվալուց, գազը մի փոքր մաքրելուց հետո, այստեղ պատրաստվում եմ արդեն պատրաստել հետաքրքիր ուտեստ։ Կփորձեմ ինչ-որ հետաքրքիր ափսես ստանալ։ Սիրելի հետևորդներ, քանի որ արդեն կա կոտլետ տապակած և երեկվանից կար մակարոնով փլավ և մտածում եմ մակարոնը շատ հեշտ է պատրաստելը, բոլորը պատրաստում են և որոշեցի թթմիկ տապակել ճաշի համար և բրոկոլիով որևէ հետաքրքիր սոուս պատրաստել։ Սիրելի հետևորդներ, մաքրենք թթմիկը։ Իհարկե թանակով ավելի երկար է տևում, քան քերիչով, բայց այս պահին ձեռքի տակ թանակն ունեի և սկսեցի աշխատանքը թանակով։ Ասես այս մասերը ծաղկի նման տերևներ կամ ինչ-որ ծաղիկ է ստացվում։ Այս բանջարեղենը թթմիկը ասես կպչուն հատկություն ունի, հյութը երբ դուրս է տալիս, կպնում է մատներին։ Ասեմ, որ ես այնպիսի բնավորություն ունեմ, որ շատ աղագեր եմ, երբեմն ինքս ինձ ասում եմ, որ ես երևի 1 միլիոն տոննա աղ եմ կերել այսքան տարիների ընթացքում։ Եվ վերջերս, երբ սկսել եմ սուրճ շատ օգտագործել, նաև միաժամանակ շաքարն եմ շատ օգտագործում և սուրճի հետ
Համապատասխան քանակով 1 քթալ սուրճ, 1 քթալ շաքարավազ և օրը մի քանի անգամ։ Կարելի ասել բավականին առողջական տեսանկյունից բավականին վնասակար սովորություններ ունեմ։ Մի փոքր իհարկե կլպելը երկար տևեց, բայց արդեն վերջ։ Այստեղ, սիրելի հետևորդներ, դդմիկը բավական արագ է տապակվում և շուտ եփվող տարբերակ է։ Իհարկե ասեմ, որ ինձ համար նույնպես մի փոքր նոր տարբերակ է բրոկոլին սոուս սարքելը, որը կարելի է ավելացնել փլավի վրա կամ ինչ-որ ուտեստի վրա, որպես լրացուցիչ համեմունք։ Սիրելի հետևորդներ, արդեն այստեղ տաքացել է ձեթը և կարող ենք ավելացնել թթմիկը։ Սիրելի հետևորդներ, այստեղ լավ լվում ենք բրոկոլին, որպեսզի ծաղկաթերթերի մեջ բակտերիաներ չմնան և չենք մոռանում նաև այստեղ խառնել թթմիկի տապական։ Սիրելի հետևորդներ, այստեղ փորձում ենք եփել նաև բրոկոլին, խաշել։ Եվ որից հետո այն բլենդերով հարելու ենք, ավելացնելով որոշակի բաղադրիչներ։ Սիրելի հետևորդներ, 1-2 րոպեից արդեն թթմիկը երկու կողմից տապակված կլինի և կհանենք, որպեսզի ձեթից մի փոքր ազատենք։ Սիրելի հետևորդներ, այս պահին այս սարքով նաև հաց ու պանիր տաքացնենք, տոստի տարբերակով շատ համեղ է լինում։
Հացը տաքացնում ենք ընդամենը մի 4-5 րոպե կամ 2-ից 4 րոպե։ Սիրելի հետևորդներ, հացը այստեղ հաց, պանիր, կարագ, այսպես տարբերակով, արդեն պատրաստ է, բարի ախորժակ։ Սիրելի հետևորդներ, այսպիսի գեղեցիկ ափսեն արդեն պատրաստ է։ Այստեղ տապակած պոմիդոր է, տապակած թթմիկ է, խաշված բրոկոլի է, բրոկոլիով սոուս է հետաքրքիր տարբերակով, որ իր մեջ ներառում է խաշված բրոկոլին բլենդեր արված, ավելացված համեմունքներ, սխտոր, աղ, բիբար և սլիվկի, կարելի է նաև սմետան, չնայած սլիվկիով ավելի համեղ է։ Կարելի է մատուցել շատ բազմազան եղանակներով, փլավների հետ, տապակած կարտոֆիլի կամ պյուրե կարտոֆիլի հետ, մի խոսքով ըստ մարդկանց երևակայության։ Այսքանը, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։